Adobe Illustrator-ի նոր տարբերակում ավելացվել է Concept to Vector հնարավորությունը, որը այժմ մեզ թույլ է տալիս մեր կոնցեպցիան սարքել վեկտոր օգտվելով գեներատիվ AI-ի, այսինքն արհեստական բանականության օգնությամբ։ Ինչպես է այն աշխատում։ Եթե մենք օրինակ ունենք մանդալայի նկարը, ապա այս վահանակում, որը այժմ իրենից ներկայացնում է Concept to Vector վահանակը, մենք կարող ենք ընտրել ոճեր, գրենք մեր prompt-ը, այսինքն հուշումը, թե ինչ պետք է ստեղծի արհեստական բանականությունը, այստեղ մենք կարող ենք համապատասխանացնել մեր գրածը եւ այս նկարը, թե ինչպիսի մոտիկությամբ այն օգտագործի այս ոճը, այսինքն շատ թե քիչ։ Ներքևը մենք ունենք հնարավորություն, որը թույլ է տալիս մեր արդյունքը ստանալ որպես raster, այսինքն պիքսելային։ Այստեղից մենք կարող ենք ընտրել մեզ հասանելի մոդելները, դուք տեսնում եք, որ այժմ մենք ունենք այստեղ GPT image-ները, ունենք Gemini Nano Banana-ն եւ ունենք Flux-ը, որը համապատասխան օգտագործում է իրեն յուրահատուկ կրեդիտներ։ Այստեղ օրինակ, եթե մենք ընտրենք Gemini 2.5, ապա դուք տեսնում եք, որ այժմ մենք օգտագործենք 10 կրեդիտներ։ Ասենք, որ կրեդիտները մենք այժմ Illustrator-ում կարող ենք նայել այս վահանակից, որտեղ մենք կարող ենք տեսնել, թե քանի օրից արդյոք կթարմացվի մեր կրեդիտները եւ ինչքան կրեդիտներ ունենք prompt-երը իրականացնելու համար։ Սրա համար դուք պետք է ունենաք լիցենզիոն ծրագիր կամ պետք է ունենաք Firefly Pro գրանցումը։ Այս վահանակը նաև մենք կարող ենք ակտիվացնել, եթե մենք ունենք այս նկարը, կոնտեքստուալ բառից, սեղմելով կամ գեներատիվ նշանի վրա, կամ կարող ենք այն ակտիվացնել այստեղից, ինչպես նաև Concept to Vector-ը մենք կարող ենք ակտիվացնել Object-ից, եթե մենք այստեղից ընտրենք Generate, ապա դուք կտեսնեք, որ այստեղ մեր մոտ ունենք այդ հրամանը, եւ այն կարելի է նաև գտնել Windows-ում։ Այժմ եկեք ընտրենք այս նկարը եւ ակտիվացնելով Concept to Vector-ը այստեղից, ինչպես մենք արդեն ընտրել ենք Gemini 2.5-ը, կօգտագործենք 10 կրեդիտ, այստեղ մենք ունենք setting-ներ, որը բացելիս տեսնում եք, բացվում է այդ Concept to Vector պատուհանը, ունենք Back եւ Generate։ Այժմ եթե մենք այստեղ գրենք prompt-ը, օրինակ գրենք ստեղծել mandala, create a mandala with spring colors, այսինքն ստեղծել mandala գարնանային գույներով։ Եվ եկեք այստեղից տանք Generate։ Այժմ դուք տեսնում եք, որ մեր հրամանը ուղարկվում է Adobe Firefly կամ տվյալ արհեստական բանականության կայքը, որից հետո մենք կստանանք արդեն մեր գրված հուշման պատասխանը։ Դուք այժմ տեսնում եք, որ մենք ստեղծեցինք վեկտոր։ Եթե մենք սեղմենք Ctrl+Y-ի վրա, ապա դուք կտեսնեք, որ մեր raster նկարը այժմ իրենից ներկայացնում է վեկտոր։ Շարունակելով այս գործողությունը, մենք այժմ կարող ենք ընտրել այս նկարը եւ այստեղից նորից օգտվել այդ Concept to Vector-ը, եկեք այժմ տանք այլ հրաման, ստեղծել հայկական օրնամենտ ծտերի հետ with birds։ Եվ եկեք այժմ բացելով մեր setting-ները, այստեղ տանք raster, որպեսզի մենք ստանանք raster նկար եւ տանք generate։ Ինչպես տեսնում եք, մենք այս մոտիկությունը ոճին դրել ենք միջին եւ այն արդեն մոտ 50%-ով կտարբերվի իր օրիգինալից։ Դուք այժմ տեսնում եք, որ մենք ստացանք հայկական նախշ, որը մենք ստեղծել էինք այս մանդալայից եւ այժմ ան իրենից ներկայացնում է raster նկար։ Սա Adobe Illustrator-ի նոր տարբերակում Concept to Vector նոր հատկության հնարավորություններն են, որը թույլ է տալիս sketch-ից ստեղծել վեկտոր եւ վեկտորից ստեղծել raster նկար։